Վեհափար Հայրապետն այցելել է Արագածոտնի թեմ եւ իր օրհնությունն ու քաջալերանքն է փոխանցել քահանա հայրերին, որոնք հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել։ Բերման ենթարկվածներից երկուսը կալանքի տակ են։ Առավոտյան դատարանը Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցը երկամսյա կալանք որոշեց։ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանն էլ կալանավորվեց 1 ամսով։ Մյուս հոգևորականներն ազատ են արձակվել։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, վկայի կարգավիճակ ունեն։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց, այլ անձանց հետ բացառության մերձավոր ազգականի, այսինքն մոր, այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալանք, գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։ Տեր Արամ քահանան է երեկ խոսել լրատվամիջոցների հետ, հաղորդել, որ ինքը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ Միայն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում է բարձրաձայնել խնդիրը, որ իրեն իր կամքի հակառակ ցույցի են ուղարկել։ Ով ու ինչ նպատակով չէր հստակեցրել Հովանավանքի հոգևոր հայրը, բայց թող քննվի գործը, ասում է Արամ քահանան, չնայած իրեն հարցաքննության չեն կանչել։ Հնարավոր է, որ հանրությունը օրհնի մեկին, ով որ անեծքի է արժանի, եւ հնարավոր է հանրությունը անիծի մեկին, ով որ օրհնանքի է արժանի, բայց ժամանակը ցույց կտա։ Փիլիսոփա Վարդան Խաչատրյանը հարցնում է, ինչու պետք է միայն մեկ մարդու խոսքով տասնյակ մարդկանց տներ խուզարկվեր, հետո ձերբակալություններ ու կալանավորումներ լինեին։ Նման բան պետք չէր անել, այն էլ աշխարհաքաղաքական այս անկայուն փուլում, ասում է Խաչատրյանը։ Արդյոք դա հիմք է այդպիսի յուրօրինակ զանգվածային ձերբակալության համար, ինչը իմ խորին համոզմամբ չի կարող որևէ կերպ արդարացվել, երբ որ նա մինչև վերջ քննված չէ, պարկեշտ ինչ որ ապացույցներ ձեռք բերված չեն, ավելի խորքային գործունեության ոչ թե ինչ որ խոսքային միջամտության տվյալ իրավիճակին, քանի որ եկեղեցին եւս ունի ինչ որ չափով իշխան, դա ինչ որ չափով եմ ես հատուկ նշում, որ մոտավորապես պարզ լինի, որ աշխարհիկ իշխանության ծավալները չունի այն բռնության մեխանիզմը, որը աշխարհիկ իշխանությունն ունի եւ այլն։ Երբ որ գնում ենք ընտրությունների, իշխանությունը ուզում է իր ձեռքում ամբողջովին հավաքած լինի ողջ գոյություն ունեցող իշխանության ռեսուրսը։ Ռուբեն Ռուբինյանը եւս մեկ դեպք է հիշում նախորդ դարավերջից։ Տեր Ասողիկ եպիսկոպոսին կալանավորել էին 1998-ին, ըստ ԱԺ փոխնախագահի։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ամիսներին շուրջ $1 միլիոն հափշտակության գործով ձերբակալվեց եւ կալանավորվեց հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը։ Ինչ եք կարծում, ինչպես սրան արձագանքեց Կտրիչ Ներսիսյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան անունով, վստահաբար պիտի Քոչարյանին մեղադրեր եկեղեցու դեմ սկսած արշավի, հակաքրիստոնեականության, շինծու մեղադրանքներ սարքելու եւ այլ տարատեսակ ապազգային մեղքերի մեջ, չէ։ Մայրաթորի այդ ժամանակվա արձագանքն է տեղադրում, որում ասվում է սպասում են դատաքննության ավարտին, վերջնական դիրքորոշումը հայտնելու համար։ Դրանից հետո Տեր Ասողիկն արդարացվել է։ Այս օրինակը ճպազրույցում վարչապետ Փաշինյանն էլ բերեց այսօր։ Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է թե չէ։ Ըստ կրոնագետի պատմության մեջ լինում են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունները անհաշտ են, բայց դա կարող է լրացուցիչ այլ խնդիրներ առաջացնել։ Դրանք երկու իշխանություններ են։ Մեկը աշխարհիկ իշխանությունն է, մեկը հոգևոր իշխանությունն է։ Եվ բարբերաբար լինում են դեպքեր, երբ որ նրանք փոխադարձ ունենում են հակասություններ։ Այդ որևէ նոր բան չի աշխարհի երեսին, չարժի գնալ քայլերի, որոնք համահայկական խնդիրներ են առաջացնելու։ Եվ չմոռանանք էլի, որ նույն մի այդպիսի առանյակներում հին հնդկական իմաստնության մեջ կա, ասում, երբեք չբողոքես կուրությունից, եթե սեփական մատերով ես աչքերը թանել։ Մինչ հոգևորականների գործով քննությունը շարունակվում է, հասարակության մեջ չեն դադարում բանավեճերը, սա հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների բախում է, թե հոգևոր նորոգում, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան եւ Գևորգ Սիանոսյան, Reopen Media։